Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս, օրհնում եմ մեր կյանքերը, օրհնում եմ մեր ընտանիքները, օրհնում եմ մեր հոգևոր ականջները, աչքերը, սիրտը, հոգին, որ բացվեն դեպի Աստծո ձայնը, որ ցանկանանք Աստծուն լսել, որ ցանկանանք Աստծու հետ զրուցել, որ ցանկանանք Աստծուն հասկանալ, որ ցանկանանք Աստվածաշունչ կարդալ։ Ձայնիցս գուցե ոմանքդ կռահել եք, որ լավ չեմ եղել։ Կորոնավիրուս է իմ մոտ։ Գիտեմ, կան մարդիկ, որ թերահավատ են, կարծում են չկա նման հիվանդություն։ Կան մարդիկ, որ ընդունում են, դա չի էականը։ Այսօր իմ սրտին դրվեց աղոթելու իմունային համակարգի համար, Աստծուն շնորհակալություն ասելու իմունային համակարգի համար։ Ու կուզեմ, որ դուք էլ աղոթեք ձեր իմունային համակարգի համար։ Եվ դուք էլ Հիսուսի անունով, եթե դուք նրան ընդունել եք, եթե դուք նրան հնազանդվում եք, խոսեք ձեր իմունային համակարգի հետ։ Երկնային Հայր, ես շնորհակալ եմ քեզ, որ հոգին, որը հարություն տվեց Հիսուսին մեռելներից, բնակվում է իմ մեջ, բնակվում է ամեն Քրիստոսին հավատացող ու վստահող մարդու մեջ և կենդանացնում է և իմ, և նրանց մահկանացու մարմինները։ Հիսուս Քրիստոսի անունով ես խոսում եմ իմ իմունային համակարգի հետ և պատվիրում եմ, որ իմ իմունային համակարգը համաձայնվի Աստծո խոսքի հետ։ Ես դավանում եմ, որ իմ իմունային համակարգը կոչնչացնի իմ մարմնում առկա հիվանդությունները, ախտերը, վիրուսները, ամեն ինչ, որ Աստծուց չի, ամեն ինչ, որ հարձակվում է իմ մարմնի վրա, ու իմ իմունային համակարգը կկատարի իր պաշտպանիչ ու վերականգնող դերն ու աշխատանքը, ու չի հարձակվի ինքն իր վրա, որովհետև իմ Հայր Աստված ստեղծել ու նվիրել է ինձ իմունային համակարգը հենց այդ նպատակով, որ պաշտպանի ինձ, վերականգնի ինձ։ Շնորհակալ եմ քեզ, Հայր Աստված, այս փառահեղ պարգևի համար։ Ներում եմ խնդրում, որ տկարության մեջ թուլացա, որ տկարության մեջ մոռացա իշխանություն վերցնել մարմնիս վրա, տրվեցի թուլությանը, ների Տեր, բայց շնորհակալ եմ, որ բարձրացնում ես, շնորհակալ եմ բոլոր նրանց համար, ովքեր իրենց աղոթքներով թևերս բարձրացրեցին, ովքեր իրենց աղոթքներով չարի գործերը քանդեցին, որքան ողորմած ես Տեր, ամեն բարի խոսքը, որ մարդիկ ուղարկում են, քեզնից է գալիս, ես ուզում եմ ասել, շնորհակալ եմ։ Դուք էլ աղոթեք։ Ես էլ եմ աղոթում ձեզ համար, որ այն նույն հոգին, որ Հիսուսին մեռելներից տվեց, ձեզ էլ կենդանացնի։ Ես հրամայում եմ ձեր իմունային համակարգներին, պատվիրում եմ, որ գործի ըստ Աստծո կամքի և այն դիզայնի, ըստ որի Աստված ստեղծել է իմունային համակարգը, և կործանի, ոչնչացնի ու վերացնի ամեն հիվանդ մարմնից հիվանդությունը, ախտը, մեռած բջիջները ու նոր կյանքի բջիջներ կան Հիսուսի անունով։ Ու թող փառքը լինի Հորը, Արարչին, նրան, ով սիրում է մեզ, նրան, ով ինքն իրեն զոհեց, որպեսզի մենք ապրենք։ Հիսուսի անունով, ամեն։ Վերադառնանք Դերեկ Պրինսի «Արդյոք լեզուդ բժշկության կարիք ունի»
գրքի շարունակությանը մենք նորից 5-րդ գլխում ենք երեք խոսեցինք լեզվի 3 հիվանդությունների մասին, խոսեցինք շատախոսության մասին, անհոգ, անմտածված, դատարկ ու ունայն խոսքերի մասին, ինչպես նաև բամբասանքի մասին։ Այսօր սկսենք հիվանդության համար 4-ից, ստախոսություն, ստել։ Ես գիտեմ, որ ես ստախոսությունը ներառել էի բամբասանքի մեջ ևս, որովհետև բամբասանքի մեջ սուտն էլ արկա է, բայց Դերեկ Պրինսը ստախոսությունը թվարկում է որպես լեզվի հիվանդություն, առանձնահատուկ, առանձին և ճիշտ պատճառով է անում։ Եկեք այն այսօր ավելի մանրամասն ուսումնասիրենք։ Դերեկ Պրինսն ասում է, որ մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի օգտագործենք ճիշտ բառը լեզվի այս հիվանդությունը նկարագրելու համար։ Օրինակ եմ բերելու եկեղեցական վիճակից։ Օրինակ, ասենք ավետարանիչը, ով տարածում է ավետարանը, Հիսուսի բարի լուրը և հրավիրում մարդկանց ապաշխարության, հրավիրում մարդկանց առաջ գալ Հիսուս Քրիստոսին ընդունելու համար, տեսնում է, որ 200 մարդ առաջ է եկել արձագանքելով իր կանչին, բայց հետո իրենց թերթում կամ իրենց զեկույցներում տպվում է, որ 500 մարդ էր եկել առաջ Հիսուսին ընդունելու և ապաշխարելու համար։ Ինչ են կարծում, ինչ է սա, չափազանցություն, թե սուտ։ Սա սուտ է, ոչ այլ ինչ։ Ես սա չեմ նշում, ասում է Դերեկ Պրինսը ուրիշներին քննադատելու համար, բայց ամեն մարդ ու հատկապես հոգևորականները, հավատացյալները ավելի զգույշ պետք է լինեն, քանի որ աշխարհի աչքերը մեզ վրա են, մենք Հիսուսին ենք ներկայացնում։ Դրա համար կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը շատ զգույշ լինի, որպեսզի մեզ մեղավոր չգտնեն ստելու մեջ։ Առակաց 6-րդ առակի 16-ից 19 խոսքերում ասվում է. 6 բան կա, որ Տերն ատում է, և 7-ը զզվելի են նրա հոգու առաջ։ Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր, չար մտադրություններ ունեցող սիրտ, դեպի չարություն վազելու շտապեղ ոտքեր, ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող։ Եկեք նորից թվարկենք բոլոր 7 կոնկրետ բաները, որոնք Աստված ատում է և զզվելի է իր համար։ Ամբարտավան աչքերը, ստախոս լեզուն, անմեղ արյուն թափող ձեռքերը, չար մտադրություններ ունեցող սիրտը, դեպի չարություն վազելու շտապող ոտքերը, ստեր փչող կեղծ վկան, եղբայրների մեջ կռիվ հրահրողը։ Այսօր մենք բոլոր 7-ին չենք անդրադառնալու, բայց պարզ է, որ այս 7 կոնկրետ բաներից, որոնք Տերն ատում է ու զզվում է, 3-ը կապված են լեզվի հետ։ Ստախոս լեզուն, ստեր փչող կեղծ վկան, եղբայրների մեջ կռիվ հրահրողը։ Սրանք բոլորը կապված են լեզվի հետ։ Օրինակ, եղբայրների մեջ կռիվ հրահրելը արվում է բառերի միջոցով, սովորաբար։ Այսպիսով 7 բաներից, որոնք Տեր Աստված ատում է, 3-ը կապված են լեզվի հետ և այդ 3-ից 2-ը հատուկ կապված են հենց ստախոսության հետ։ Այս մասին կրկին ասվում է 12-րդ առակի 22 խոսքում։ Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները, ճշմարտախոսները հաճելի են նրան։ Այս հատվածում մենք տեսնում ենք 2 շատ պարզ հակադրություններ։
մենք կարդում ենք մի կողմից զզվելի են Տիրոջ համար խոսքերը եւ մյուս կողմից էլ կարդում ենք հաճելի են Աստծուն բառերը։ Տերը զզվում է ստախոս շրթունքներից, բայց նա հաճույք է ստանում ճշմարտախոս, հավատարմությամբ վարվող մարդկանցից։ Ուրիշ միջին ձև չկա։ Հետո մենք ունենք եւս երկու հակադրություններ՝ ստախոս եւ ճշմարտախոս, կամ հայերեն թարգմանության մեջ հավատարմությամբ վարվողներ։ Կրկին ուրիշ ընտրություն չկա սրանց միջև։ Եթե մեր ասածը ճշմարտությունը չի, ուրեմն դա սուտ է։ Եթե դա սուտ է, Տերն ատում է, եւ այդ սուտը եւ սուտը ասողին։ Եթե մեր ասածը ճշմարտությունն է, Տերը հաճույք է ստանում ճշմարտությունից էլ եւ ճշմարտախոսից էլ ու հավատարմությամբ վարվողից էլ։ Հիմա իհարկե ոմանք կարող են ասել, բայց ոնց իմանանք որն է ճշմարտությունը։ Ամեն մարդ իր ճշմարտությունն ունի, սա շատ տարածված բառեր են հիմա այս աշխարհում եւ հատկապես հայերիս մեջ։ Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի։ Բայց նման բան չկա։ Սա ամենամեծ կեղծիքն ու սուտն է։ Ամեն մարդ իր կարծիքն ունի, ամեն մարդ իր մտածելակերպն ունի, ամեն մարդ իր ընկալելու, մեկնաբանելու ունակությունն ունի իր սահմանափակումներով։ Ամեն մարդ ուզում է, որ ինքը ճիշտ լինի։ Ամեն մարդ ձգտում է իր կամքը թելադրի, մանիպուլացնի ու իր շահին ենթարկեցնի ճշմարտությունը, բայց դա չի նշանակում, որ ճշմարտությունը տարբեր է տարբեր մարդկանց համար։ Մեր խնդիրն այն է, որ մեր մտածողության մեջ շատ մոխրագույն, անորոշ տարածքներ ունենք, բայց ես վստահ չեմ, որ Աստվածաշունչը ևս ունի այդ մոխրագույն ու անորոշ հատվածները։ Աստված շատ բավականին սև ու սպիտակ է կարծես, կոնկրետ։ Եթե փնտրենք ստի աղբյուրը, ապա ամեն սուտ գալիս է սատանայից։ Սա ես չեմ ասում։ Սա վախեցնող միտք է, կամ գոնե պիտի վախեցնի մեզ, երբ ստում ենք։ Բայց եկեք հաստատենք սա Աստվածաշնչով ու հենց Հիսուս Քրիստոսի խոսքերով, երբ խոսում էր իր օրերի կրոնական առաջնորդների հետ, իր օրերի եպիսկոպոսների, իր օրերի կաթողիկոսների հետ, եւ հիշենք, որ նրանք շատ կրոնավոր մարդիկ էին։ Հիսուսն ասաց Հովհաննես ավետարանի 8-րդ գլխի 44 խոսքում. Ձեր ունեցած հայրը, սա կրոնավորներին էր դիմում, ձեր ունեցած հայրը սատանան է, եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Սատանան սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ սատանայի մեջ ճշմարտություն չկա։ Երբ սատանան ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը։ Այսպիսով, ըստ Հիսուս Քրիստոսի և Աստվածաշնչի, ամեն անգամ, երբ մենք ստում ենք, մեծ թե փոքր սուտ, ամեն անգամ, երբ սուտը մեր շուրթերից արձակվում է, այն գալիս է սատանայից, և որ սարսափելին է, այն է, որ մենք դառնում ենք սատանայի զավակները։ Այսինքն այդ պահին սատանայի զավակն եք ու սատանայի գործն ենք անում։ Ստի և ստախոսության հիվանդության մասին ևս մեկ շատ կարևոր սարսափելի փաստը այն է, որ եթե ստախոսության հիվանդության դեմը չառնվի ու մարդը չբուժվի ու չազատագրվի ստախոսությունից, այն մահացու է։ Որտեղից գիտենք։ Եկեք կարդանք Հայտնության գրքի, որը Նոր Կտակարանի վերջին գիրքն է, 21-րդ գլխի 8-րդ խոսքը։ Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների,
կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որը երկրորդ մահն է։ Եկեք լուրջ ուշադրություն դարձնենք և նկատենք մարդկանց խմբերը նշված այստեղ, ում բաժինը կրակով և ծծմբով այրվող լիճն է, որը երկրորդ մահն է։ Կներեք ինձ։ Վախկոտներ, անհավատներ, պիղծեր, սեռական պղծությունը ամեն կարգի, հինիկատի ունենալով, մարդասպաններ, պոռնիկներ, իմ կարծիքով և հոգևոր և ֆիզիկական, կախարդներ, կռապաշտներ և բոլոր ստախոսները։ Ստախոսության հիվանդությունը անբուժելի է, ելք չկա։ Նրանց բաժինը կրակով և ծծմբով այրվող լիճն է, որը երկրորդ մահն է։ Երբ մարդը ենթարկվում է այդ երկրորդ մահվան, դա վերջնական է, բայց դա նաև շարունակական մահ է։ Այնպես չի, որ ասենք, դե կմեռնենք ու վերջ, այն շարունակական է, որքան որ ես եմ հասկանում։ Այդ կրակի լիճը մահվան լիճն է, բայց մահը չի հասնում։ Դերեկ Պրինսն ասում է. ես կրկնում եմ այն, ինչ արդեն ասացի, եթե ստելու այս հիվանդությանը դեմ չառնվի ու մարդը չբուժվի ու չազատագրվի, այն անպայման մահացու կլինի։ Հայտնության գրքի 22-րդ գլխի 15 խոսքում խոսվում է Աստծո քաղաքի դրախտի մասին։ Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող և ստություն գործող բոլորը։ Այսպիսով, մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի հետևյալը ինքն իր համար. երեխա թե մեծահասակ, կին թե տղամարդ, արդյոք ես պատրաստ եմ բուժվել ստի այս հիվանդությունից, թե պատրաստ եմ ընդմիշտ կորցնել իմ հոգին, իմ հավիտենական կյանքը, որտև եթե ստի հիվանդության դեմը չառնվի ու մենք չբուժվենք, չազատագրվենք, այն մեզ վերջնական մահ կբերի։ Իսկ ո՞րն է բուժումը։ Բուժման սկիզբն այն է, իմ կարծիքով, որ ընդունես, որ դու խնդիր ունես։ Կարծում եմ, որ մարդկանցից շատերը կասեին մենք բոլորս կյանքում ինչ-որ պահի ստել ենք։ Ու մենք պետք է նախ ինքներս մեզ խոստովանենք, որ դա այդպես է, հետո էլ Աստծուն խոստովանենք, ապաշխարենք և խնդրենք Աստծուն օգնել բուժելու մեր լեզուն ստախոսության հիվանդությունից, ազատագրելու մեզ ստախոսության կապանքներից և իհարկե մեր սիրտը, որովհետև լեզուն արտահայտում է այն, ինչ մեր սրտում է։ Հիշում եք, ասեցինք, սիրտը ծառն է, իսկ լեզուն պտուղը։ Միայն Աստված կարող է մեզ բուժել ու ազատագրել, բայց դժվար աշխատանք կլինի կոտրել ստի կապանքը, սակայն մեր հավերժական կյանքն է վտանգված, եթե մենք դա չանենք։ Հիմա անցնենք հիվանդություն 5-րդին, շողոքորթություն։ 12-րդ Սաղմոսի 1-3 խոսքերում ասվում է. «Փրկիր Տեր, որովհետև հավատարիմ մեկը չմնաց, որովհետև հավատացյալները վերացան մարդկանց որդիների միջից»։ Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ, այսինքն դատարկ, անիմաստ, շողոքորթ շրթունքներով և կեղծ սրտով են խոսում։ Տերը կկտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները։ Այս սուրբ գրության մեջ Դավիթ թագավորը խոսում է մարդկային ցեղի բարոյական անկման վիճակի մասին։ Ես հավատում եմ, որ այն բարոյական անկումը, որի մասին խոսում էր Դավիթը, շատ չի տարբերվում մեր օրերից։ Իմ կարծիքով մեր օրերում բարոյական անկումը ավելի է խորացել։ Նայենք մեր շուրջ
բոլորը այսօր։ Ու Դավիթ թագավորն ասում է, որ աստվածապաշտ, աստվածավախ, հավատացյալ մարդ գտնել հնարավոր չի, վերացել են նրանք մարդկանց միջից։ Եվ այս վիճակը ինչի է հանգեցնում, ինչ հետևանքներ է ունենում։ Առաջինը, ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ, են որ ասում են ջուր են ծեծում։ Երկրորդ, շողոքորթ շրթունքներով են խոսում, այսինքն շողոքորթում են իրար, ազնիվ չեն, հետին պլաններ ունեն։ Երրորդ, կեղծ սրտով են խոսում, չկա անկեղծություն, ազնվություն, արդարություն, հավատարմություն, նվիրվածություն, առաքինություն, ես կասեի։ Եվ մենք կարդում ենք, որ Աստծո դատաստանն է հռչակվում այս շողոքորթող շուրթերի վրա, ուրեմն շողոքորթ մարդկանց վրա։ Տերը կկտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները։ 26 առակի 28 խոսքում ասվում է. ստախոս լեզուն ատում է իր կծածներին, իր վիրավորածներին և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։ Ուրեմն եթե շողոքորթություն լսենք ու ընդունենք, կամ ինքներս շողոքորթ դառնանք, վերջը կործանում է։ Առակաց 29-ի 5-րդ խոսքն էլ ասում է. իր հարևանին շողոքորթող մարդը ցանց է փռում նրա քայլերի համար։ Երկար տարիներ ծառայելուց հետո Դերեկ Պրինսն ասում է, ես գործնական փորձով գիտեմ ու հասկացա իմ կաշվի վրա, որ այս խոսքերը ճիշտ են, որ իր հարևանին շողոքորթող մարդը ցանց է փռում նրա քայլերի համար։ Կան մարդիկ, ովքեր շողոքորթ խոսքեր կասեն քեզ, բայց նրանք անկեղծ չեն ամենևին։ Նրանց շողոքորթ խոսքերի հետևում ուրիշ դրդապատճառ կա։ Եվ շատ անգամներ, եթե Աստծո շնորհը չլիներ, իմ ոտքերը կընկնեին շողոքորթության ցանցի մեջ։ Ես ինձ վրա կամ կվերցնեի պարտավորություններ, որոնք Աստծո կամքով չէին, կամ կմտնեի ինչ-որ հարաբերությունների մեջ, որ նորից Աստծո կամքից դուրս կլիներ։ Ուստի եկեք ականջներիս օղ անենք, որ շողոքորթող բերանը կորուստ է պատճառում և իր հարևանին շողոքորթող մարդը ցանց է փռում նրա քայլերի համար։ Այսինքն չարություն է մտադրել նրա համար, բարիք չի մտածում։ Եվ հիվանդություն 6-րդը, խոսքի հապճեպություն, այսինքն երբ շտապում ենք խոսել։ Սաղմոս 29-ի 20-րդ խոսքն ասում է. իր խոսքերի մեջ շտապող մարդ տեսնում ես, անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։ Այս հատվածն ասում է, որ եթե մենք շտապում ենք մեր խոսքերում, ապա մեր վիճակն ավելի վատ է, քան հիմարինը։ Սա շատ լուրջ հայտարարություն է, քանի որ Աստվածաշունչը հիմարի մասին ոչ մի լավ բան չունի ասելու։ Աստվածաշունչը սովորաբար ասում է մի եղի հիմար։ Ուրեմն խոսքի մեջ շտապողը հիմարից էլ վատ վիճակում է։ Աստվածաշնչում կա մի օրինակ, երբ մի մարդ շտապեց իր խոսքերում և պատմում է, թե դա ինչ գին արժեցավ իր համար։ Այդ մարդը Մովսեսն էր, իսրայելցիների հայտնի առաջնորդը, ում Աստված ընտրել էր Աստծո երեխաներին, Իսրայելի ժողովրդին առաջնորդ լինելու համար։ Մովսեսին Աստված ասաց, որ գնա Իսրայելի ժողովրդից առաջ, խոսի ժայռի հետ և ժայռից ջուր դուրս կգա, որ ժողովուրդը խմեն, որտև նրանք անապատով էին գնում։ Եկեք կարդանք Թվեր գրքի 5 կտակարանից 20-րդ գլխի 7-ից 12 խոսքերը։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Առ գավազանը, դու և քո եղբայրը Ահարոնը հավաքեք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացեք ապառաժին, ժայռին, և նա կտա իր ջուրը։
Դու ապարաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին։ Մովսեսն առավ գավազանը Տիրոջ առջևից, ինչպես որ Աստված պատվիրեց իրեն։ Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապարաժի դիմաց։ Այստեղ կանգ առնենք։ Բայց Մովսեսը, պիտի իմանանք, այնքան բարկացած էր Իսրայելի որդիների վրա, որտեղ նրանք տրտնջացել ու բողոքել էին Մովսեսի դեմ, Աստծու դեմ։ Ու տեսեք Մովսեսը ինչ է անում եւ ասում ժողովրդին։ Կարդանք։ Մովսեսն ասաց նրանց. «Լսեք հիմա, ով ապստամբներ, այս ապարաժից ջուր հանենք ձեզ համար»։ Եվ Մովսեսը իր ձեռքը բարձրացրեց ու գավազանով 2 անգամ զարկեց ապարաժին եւ առատ ջուր բխեց եւ ժողովուրդն ու նրանց անասունները խմեցին։ Նկատեցիք տարբերությունը։ Աստված ասել էր խոսքով կասես ժայռին եւ ժայռը ջուրը կտա։ Մովսեսը իր զայրույթից տրվեց իր բառերի զայրույթին եւ բառեր չասեց ժայռին, այլ ինքը գավազանով խփեց ժայռին։ Ու հիմա կարդանք Աստծո պատասխանը Մովսեսին։ Տերն ասաց Մովսեսին եւ Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։ Հապճեպ խոսքերով արտահայտված անհնազանդության արարքը շատ ծանր գին արժեցավ Մովսեսի եւ Ահարոնի համար, եւ նրանք չարժանացան Իսրայելի զավակներին ավետյաց երկիր առաջնորդելու արտոնությանը։ Նրանք մեռան մինչև այդ երկիրը մտնելը։ Հապճեպ խոսեց Մովսեսը, տրվեց իր զայրույթին եւ անհնազանդություն գործեց։ Սա կրկին նկարագրված է Սաղմոս 106-ի 32-ից 33-ում։ Մերիբայի ջրերի վրա բարկացրին նրան, եւ Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով, որովհետեւ դառնացրին նրա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներով։ Այդ մեղքը հապճեպ խոսելն էր։ Բայց եկեք ուշադրություն դարձնենք պատճառին, ախտորոշմանը։ Գրգռված, դառնացած, ջղայնացած, համբերությունը կորցրած հոգին ստիպում է մեզ անխոհեմ խոսել մեր շուրթերով, եւ այս հապճեպ խոսքերի համար մենք մեծ ու ծանր գին ենք վճարում, ներառյալ աստվածային շատ արտոնություններ եւ օրհնություններ։ Այսպես է լինում հատկապես երբ որ տկար ենք, թույլ ենք, հիվանդ ենք։ Եթե Մովսեսի նման մեկը, որ ընտրված էր Աստծո կողմից, իր ժողովրդին Եգիպտոսի ստրկությունից հանելու, Մովսեսի ձեռքով 10 հայտնի հրաշքները Եգիպտոսում Աստված արեց, այդ նույն Մովսեսին կանգնեցրեց փաստի առաջ, որ ստիպված էր այս ծանր գինը վճարել, ու այդ մեկ հապճեպ հայտարարության համար ավետյաց երկիրը չտեսնել, չմտնել, եկեք զգուշանանք, որ մենք նույնպես հապճեպ չասենք բաներ, որոնք թանկ կարժենան մեզ հոգևոր ոլորտում եւ մեր կյանքերում։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի, պահպանի ամենքիս, Հիսուս Քրիստոսի արյան պաշտպանությունը լինի ամեն մեկիս վրա։ Տեր աղոթում եմ ազգիս ու ժողովրդիս համար։ Թող ոչ մի մարդու կամքը չլինի, այլ քո կամքը լինի։ Դու որոշի իմ ազգի գնալու ուղղությունը։ Մենք ուխտեր չունենք ոչ մի ազգի, ոչ մեկի հետ, բացի քեզանից։ Մեր ուխտը քեզ հետ է Տեր Աստված, Հիսուս Քրիստոսի արյունով։ Մենք քո անունն ենք կրում։ Այո, մեղանչել ենք, այո, մեղավոր ենք ու արժանի ենք պատժի, բայց խնդրում ենք ողորմությամբ, Տեր, հիշեցնում եմ քեզ Հիսուսի խոսքերը, թույլ տուր ինձ ասել, հայրների չեն հասկանում ինչ են անում,
Գիտության պակասից ենք Տեր ջան այսօրն ընկել։ Ողորմի մեզ, օգնի դառնալ դեպի քեզ, օգնի հասկանալ քո խոսքերը, օգնի ապրել քո իմաստությամբ ու քո զորությամբ ու քո ճշմարտությամբ։ Ամեն։